Միշտ մտածել եմ շուտ տուն առնեմ, չես կարա իմանաս հաջորդ օրը ինչ կարա լինի, դա էլ չէ իմացել, որ շաբաթը ուրբաթից շուտ է գալու։ Տուն եմ առնելու ու ընդամենը չանցած 2 տարի ավելի լուրջ խնդրի առաջ եմ կանգնելու։ Աղավնոյից տեղահանված Աիդա Ավագյանին օրերս բանկից զանգել եւ տեղեկացրել են, որ պետական սերտիֆիկատով գնված հիպոթեկային վարկը մարելու պարտավորությունները անցնում է զոհված զինծառայողի ընտանիքին։ Եթե մայիսի 5-ից չվճարվեն կուտակված պարտքերն ու տոկոսները, վարկը դասվելու է որպես ժամկետ անց, հետո հարկադիրով գույքը կարող է բռնագանձվել։ Արցախի կառավարության 2022 թվականի մայիսին ընդունված որոշմամբ 44-օրյա պատերազմում զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար աջակցություն էր տրամադրվում հիպոթեկային վարկի կանխավճարի եւ ամենամսյա վճարների մարման տեսքով։ Զոհված զինծառայողի կնոջը հայտնել են, որ Արցախի լուծարումից, այսինքն 23 թվականի սեպտեմբերից հետո վճարումներ չեն կատարվել։ Բանկը դիմել է կառավարությանը, բայց պատասխան չի ստացել։ Այսինքն ես պայմանագիր եմ կնքել բանկում, ունեմ պայմանագիրը իմ մոտ, բանկ, գնորդ ու պետություն։ Ոնց հասկանում եմ, քանի որ ահա չկա հիմա, մեր պետությունը երևի արդեն Ադրբեջանն է դառնում, էլի, եթե ՀՀ-ն չի վճարում, փաստորեն մենք դառնում ենք Ադրբեջանի քաղաքացի։ Հիմա չեմ հասկանում, ես նամակ պիտի գրեմ ՀՀ կառավարությանը, թե Ադրբեջանին։ Տեղահանվելուց հետո 4 երեխաների մայրը սերտիֆիկատի 22 միլիոն դրամին իր միջոցներից եւս 4 միլիոն էր ավելացրել, Գորիսում տուն գնել, որը հյուրատան է վերածել։ Հիմա խնդրի առաջ է կանգնել, ինչպես է վճարելու վարկը։ Ոնց կարաս վճարես, եթե ունես 4 երեխա, ընդ որում, չէ, ման աղջիկներիցս մեկը հաշմանդամ, ես այդ նպատակով եմ տունը գնել, քանի որ չեմ կարա աշխատեմ ինչ-որ միտեղ, մեկը պիտի պարտադիր տանը լինի, որ հյուրատուն ուներ, հենց դրանով ոգևորվել եմ, որ տանը կլինեմ, կաշխատեմ, մենակ չեմ թողնի, բայց ոնց հասկանում եմ, պիտի այն որ ասում եմ, ոտքդ վերմակդ գյուրա մեկնեիր, ես էլ պիտի տենց անեի, մի քիչ գումար լիներ, բայց կարող որ այսօր այս խնդրի առաջ էլ կանգնեի, չմտածեի, գոնե վճարումները քիչ լիներ, բայց ախր 100-ից ավել է գալիս ամեն ամսվա վճարումը ու 20 տարի։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից փորձեցինք ճշտել, թե արդյոք այս խնդրի մասին քննարկումներ կան։ Խոսնակը միայն փոխանցեց, թե այն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ու Հայաստանի կառավարությունը առնչություն չունի բնակարանային ապահովման պետական աջակցության այս ծրագրի հետ։ Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։ Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանն ասում է. ծրագրի շահառուների թիվը մեծ չէ, մոտ 9 տասնյակ, եւ եթե պետությունը լուծումներ չգտնի, ապա վարկային բեռը ծանր հետևանքներ կունենա, առանց այն էլ խոցելի ընտանիքների համար։ Միակ լուծումը այն է, որ կառավարությունը որոշում կկայացնի այդ վարկերի զիջման կամ վճարման այլ տարբերակի, որը չի լինի վարկառուի կողմից, կոնկրետ չի լինի այս ընտանիքների կողմից, այլ տարբերակ, որը նրանց ֆինանսական խնդիրների առջև չի կանգնեցնի, որովհետև ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ ընտանիքներից ոչ մեկը պատրաստ չէ նման ֆորս-մաժորային իրավիճակի։ Տիկին Աիդայի ամուսինը Համլետ Առաքելյանը կամավոր էր մեկնել ռազմաճակատ, զոհվել 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Ջաբրայիլում։ Դին երկար փնտրելուց հետո 8 ամիս անց են գտել։ 2022-ին Աղավնոյի ադրբեջանական դառնալուց հետո Սյունիքում հաստատված կինը հույս ունի, որ իրենց խնդրին լուծում կտրվի։ 10 քո ամենաթանկը հայրենիքին, մտածես լավ հասկացանք, հայրենիք ենք պահում ու հայրենիքն էլ ընդհանրապես կորցնես ու մի հատ էլ գաս, հա այն ժամանակ մտածել ենք մեր գյուղը Ադրբեջանին է մնացել, Արցախը մնաց Ադրբեջանին, մեզ Ադրբեջանը տեղահանեց, բա լավ հիմա